Գիրք Սոփոնյա, գլուխ 3. Վայ ապստամբին և պիղծին, հարստահարող քաղաքին, չլսեց ձայնին, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։ Նրա իշխանները նրա մեջ մռնչող առույցներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք մի բան չեն թողում առավոտվա համար։ Նրա մարգարեքը սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանայքը պղծում են սրբարանը, բռնաբարում են օրենքը։ Տերը արդար է նրա մեջ, նա անօրենություն չի անում։ Առավոտ նա ի լույս է հանում իր իրավունքը անխոնջ, բայց անիրավը ամոթ չգիտե։ Ազգերը ես բնաջինջ եմ արել, ամայացել են նրանց աշտարակները, անապատացրել են նրանց փողոցները, որ անցնող չկա։ Ավերակ են դարել նրանց քաղաքները, անմարդ և անբնակ։ Ասեցի, միայն վախենայիր ինձանից, խրատ ընդունեիր։ Եվ նրա բնակարանը բնաջինջ չի դառնա, որքան էլ որ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կանուխվեր կացան և ապականեցին իրանց բոլոր արարքը։ Ուրեմն ինձ սպասեցեք, ասում է Տերը, մինչև իմ որսի վեր կենալու օրը, որովհետև իմ իրավունքն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության բոլոր բորբոքումը, որովհետև իմ նախանձի կրակովը պիտի սպառվի բոլոր երկիրը, որովհետև այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նրան համամտաբար ծառայելու համար։ Եթովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները, իմ ցրվածների աղջիկը ինձ ընծա բերեն։ Այն օրը պիտի չամաչես քո բոլոր գործերիցը, որոնցով ինձ դեմ հանցանք արիր, որովհետև այն ժամանակ կհեռացնեմ քո միջից քո հպարտության զվարճությունները, և այլևս չես հպարտանա մյուս անգամ իմ սուրբ սարի վրա։ Եվ քո միջումը պիտի մնացորդ թողեմ, մի խոնարհ և աղքատ ժողովուրդ, և նրանք պիտի հուսան Տիրոջ անվանը։ Իսրայելի մնացորդը անօրենություն չեն անելու, և սուտ չեն խոսելու, և նրանց բերանումը խաբեբայության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի։ Ցնծա, ով Սիոնի աղջիկ, աղաղակիր, ով Իսրայել, ուրախացիր ու զվարճացիր բոլոր սրտով, ով Երուսաղեմի աղջիկ։ Տերը վեր առավ քո դատաստանները, նա վռնդել է քո թշնամիին։ Իսրայելի թագավորը, Տերը քո միջումն է, այլևս չարիք չես տեսնելու։ Այն օրը Երուսաղեմին պիտի ասվի. մի վախենա, ով Սիոն, ձեռքերդ չթուլանան, քո Տեր Աստվածը քո միջում զորավոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռե իր սիրովը և պիտի ցնծա քեզ վրա խնդալով։ Հանդիսավոր տոների մասին տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, նրանց վրա բեռ է նախատինքը։ Ահա ես այն ժամանակ պիտի գործեմ քո բոլոր նեղիչների հետ, և կաղին պիտի ազատեմ, և աքսորվածին պիտի ժողովեմ, և նրանց գովասանք և անվանի պիտի անեմ, նրանց նախատինքի բոլոր երկրումը։ Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ, և այն ժամանակ ձեզ պիտի ժողովեմ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդներումը, երբ որ ետ կդարձնեմ ձեր գերությունը ձեր աչքի առաջին, ասում է Տերը։